Եկեք տեսնենք ինչ եմ պատվիրել Սարտորիայից։ Գժվում եմ սխանութի համար 2 օր առաջ մի աղջիկ ինձնից պատվեր արեց եւ ինձ հրաշալի միտք տվեց։ Որոշեցի հենց դրանց համար պատվիրել մատերիալներ։ Իմ ջելուց քանի չեմ հանձնել, հեսա շուտով ցույց կտամ թե ինչ նկատի ունեմ։ Իսկ հիմա տեսնենք 1 կիլոգրամ մարգարիտ 8 մմ-անոց չափը։ Ինչի եմ Սարտորիայի մարգարիտները շատ սիրում, որովհետև իրենք ոչ սպիտակ են, ոչ կաթնագույն, թեթև մատվի տարբերակ են, ոչ շատ իդեալական փայլուն, որը բնական մարգարիտի էֆեկտ է տալիս։ 2 կիլոգրամը Աշխարհի ամենալավ սոսը ինձն է, 2 հատ փոքրն եմ վերցրել, որովհետև փոքրով հեշտ է աշխատելը։ Շատ եք հարցնում, բայց այս վերևի գրվածը, որ տեսնում եք, ԵԶՋՍ գուդա գրված։ Բրոշներ պատրաստելիս, նմանատիպ դետալիկներ ամրացնելիս իդեալական են։ Մնացած ոչ մի B7000 չի աշխատում։ Կամ վերևի գրվածները ունեն տարբերություն, թուլություն, ամրություն, կամ ինձ թվում է ուղղակի սա օրիգինալն է։ Չգիտեմ, իրենք օրիգինալն են բերում։ Next one. Ինձ քարիկներ եմ պատվիրել, որովհետև ես ուղղակի տեսել եմ Yves Saint Laurent-ի նոր պայուսակները։ Ես շատ ցանկանում եմ կրկնել նմանատիպ ինչ-որ մոդել, տեսնենք կստացվի թե ոչ, ամենայն դեպս այստեղ բոլորը շրջանակով քարիկներ են։ Ընտրել եմ շամպայն գույնը, ամենասիրվածն է։ Շղթաներ, շատ կարաբիններ, մետրով քարիկները երբեք շատ չեն լինում։ Եվ անցնենք բուն թեմային։ Սա էլ հենց այն աքսեսուարն է, որի մասին խոսում էի։ Պատվերը գրանցել էի փորձնական եւ որպես զարդ այն ինչ շատ դուր եկավ։ Հիմա ուզում եմ նմանը պատրաստել ապակյա քարերով, հենց փայլը աննկարագրել է, շատ ճոխ է։ Մանր դետալներ եմ պատվիրել, բայց ուզում եմ ցույց տալ, որ պատվիրել եմ այսպիսի պուլավոչկաներ, որովհետև պլանավորում եմ բրոշներ սարքել։ Շատ հետաքրքիր թեմայով, բյութի մասյարների համար։ Դու հետևի որպեսզի բաց չթողնես։ Շատ եմ խնդրում, որպեսզի թողնես քո կարծիքը մեկնաբանություններում հենց այս զարդի վերաբերյալ։ Իսկ ես շնորհակալ եմ, որ վիդեոն դիտեցիր մինչև վերջ։ Կհանդիպենք։